Ցեղասպանությունը ինքը երեխաներին դպրոցի ժամանակ ասեց ես չեմ ճանաչում ցեղասպանությունը, իմ երեխաս եկել է տուն եկել, ասեց մամ ինձ պատմության դասատուն, ասեց ցեղասպանությունը մենք չենք ճանաչում։ Ինքս ցեղասպանությունը չեմ հերքել, ես գտնում եմ, որ մենք միշտ պահանջատեր ենք մեր ցեղասպանության։ Ասում են արցախցիները հայ չեն, թուրք են, Այդ զրույց չէ, որ ինքը ասել է։ Հայաստան, Արցախ տարբերություն չկա իմ համար։ Մեկը իմ տղուս վիրավորել է ինքը։ Աշակերտը շատ բան կարող է ասել, բայց դա ճշմարտության մոտ չի։ Կոնկրետ ես այնտեղ հնչում է, թե ես երեխաներին թուրք եմ անվանել, ես այդ բառերը չեմ ասել։ Մայիսի 13-ից Մերձավանի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացը խաթարվել էր հայոց պատմության ուսուցչուհու եւ աշակերտի միջև տեղի ունեցած միջադեպից հետո։ Առարկություն չկա, բոլորը դատապարտում են սկանդալի կենտրոնում հայտնված աշակերտի վարքը։ Անհարգալից վերաբերմունքը տեղ չունի դպրոցում, բայց զուգահեռ ներկայացնում են նաեւ պատմության հակառակ երեսը։ Աշակերտները, ծնողներն ու մի շարք ուսուցիչներ պնդում են, որ ուսուցչուհին իր վարքագծով խախտել է դպրոցական էթիկան, վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ինչպես աշակերտ այնպես էլ կոլեգաների հասցեին։ Ծնողներն էլ բողոքում են ուսուցչուհին ոչ պատշաճ արտահայտություններ է արել նաև արցախցի աշակերտների հասցեին, ինչը առաջացրել է ընդհանուր վրդովմունք ու դարձել դասադուլի պատճառ։ Որ դուք հայ լինեիք, Արցախ չէիք թողի գաք, չգիտեմ, տենց տարբեր բաներ։ Կոպտելա, ասալա դուք թուրք եք, Թուրքի հետ ապրել եք։ Մերձավանցիները տեսախցիկի առջև չցանկացան խոսել, բայց ասում են, թե պատմության ուսուցչուհին մինչ իրենց գյուղի դպրոցում աշխատելը 17 դպրոցից հեռացվել է նմանօրինակ վարքի համար։ Ոչ մի հայ էլ չի ժխտի։ Պարզապես իմ տեսակետն է այն, որ ասենք դա իմ տեսակետն է, ես դա չեմ պարտադրում որպես պատմաբան։ Ես գտնում եմ, որ ազգը չունի մշտական թշնամիներ։ Միաժամանակ Դավթյանի գործընկերներն ու մերձավանցիները միաբերան պնդում են անկախ ուսուցչի վարքից արդարացում չունի մայիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, ինչի հետևանքով էլ աշխատանքից ազատվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ուսուցչուհին էլ կարծում է իր դեմ դավադրություն է տեղի ունեցել։ Եթե մինչ այս այլ մարդկանց ու պաշտոնյաների մասին էր խոսում, ապա այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին է մեղադրում տեղի ունեցածի համար։ Իմ կարծիքով, որ տնօրենը կամ փոխտնօրենը ժամանակավոր պաշտոնակատարը նկատողություն չստանար, նորից կազմակերպում էր, որ ցույց տա, իմ կարծիքն է դա, որ տեսակ էլի այդ դժգոհությունները, բողոքները աշակերտների ծնողների կողմից կա։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադարձել է միջադեպին ու վստահեցրել, որ նախարարությունը հետևողական է լինելու հարցին լուծում տալու համար։ Անդրեասյանը զարմացել է, թե ինչու հետևողական չեն եղել համապատասխան մարմինները։ Ավելի վաղ նախարարությունը դատապարտել էր ուսուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Երբ որ նման դեպքեր են լինում, դա երբեք մի օրվա, մի միջադեպի դրսևորում չի։ Սա վկայում է այն մասին, որ դպրոցում եղել են խնդիրներ, որոնք այդ օրը արտացոլվել են այդ ձևաչափով։ Եվ այսօր մեր ամենակարևոր հարցն է հասկանալ ինչու եւ ինչպես է տեղի ունեցել, որ նման իրավիճակը հնարավոր է դարձել։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն այս դպրոցի դեպքը դիտարկում է ընդհանուր համապատկերում։ Միջադեպը բացահայտել է կրթական համակարգում այսբերգի չերևացող մասը, հատկապես բարեփոխումների ֆոնին։ Մխիթարյանն արձագանքել է նաեւ նախարարի զարմանքին։ Ես այդպեսի ասող մարդկանց խորհուրդ կտամ գնալ կանգնել հայելու առաջ։ Եվ այդ ամեն ինչը ասել իրենք, հասկանում եք, որովհետև այդ ամբողջի մեղավորը հենց այդ մարդիկ են, որոնք նորից եմ ասում, որոշումներ են կայացնում, կարգեր են փոխում, դպրոցների տնօրեններ են նշանակում կամ ազատում եւ այլն։ Այս ամբողջ որոշումների կայացնողները հենց իրենք են եւ խորհուրդ կտամ իսկապես բարի խորհուրդ։ Մի հատ հայլին վերցնեք եւ նայեք եւ այդ ամբողջը փորձեք ասել։ Հանրային լայն քննարկում ունեցավ միջադեպը, մի շարք հայտնի ու անհայտ մարդիկ իրենց աջակցությունը հայտնեցին ուսուցչուհուն, գումարից մինչև ծաղիկներ ու տան նորոգում։ Պատմության ուսուցչուհուն այցելել էր նաև ՔՊ-ական падգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը Դավթյանի հետ լուսանկար էր հրապարակել, վերնագրելով ուսուցիչը։ Հասարակական քննարկումները դեռ շարունակվում են, հատկապես համացանցում, որտեղ ծնողները եւ նախկին շրջանավարտները հակասական կարծիքներ են հայտնում ուսուցչուհու գործունեության վերաբերյալ։ Դավթյանի գործընկերներն ու աշակերտներն էլ շարունակում են պնդել, որ վերջինս անադեկվատ վարք է դրսևորել դպրոցում եւ կոլեգաների եւ աշակերտների նկատմամբ, չարդարացնելով աշակերտի պահվածքը։
Սադամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։